Բարև ձեզ։ Ովքեր էին մայիսյան հերոսամարտերում կռվող հայերը։ Ինչ ժողովրդագրական կազմ ուներ հայությունը 1918 թվականին։ Այսօր զրուցելու ենք պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Մալխասյան, ընդունված մտայնություն կա, որ 1918 թվականի Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայերը հաղթեցին փոცხու եղանով։ Հայ ժողովուրդը դուրս եկավ թուրքական կազմակերպված բանակների դեմ, այդ ճանապարհով համախմբվեց եւ հաղթեց։ Որքանով է պատմահեն այդ կարծիքը։ Այդ փոცხու եղանը ավելի խորհրդային ժամանակաշրջանի մեկնաբանություն է, որ ցավոք շատ հաճախ կրկնում են այսօր ազգայնական նաև տրամադրվածությամբ շրջանակներ, բայց ինքը կոնկրետ Սարդարապատի մասով հատկապես չի համապատասխանում իրականությանը, ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասով ունի մասամբ համապատասխանություն, հիմա բացատրեմ ինչու։ Ինչու էին նախ փոცხու եղանի այդ տարբերակը դրել շրջանառության մեջ։ Հիմա էլ ընդ որում այդ խորհրդային բացատրությունը ուլտրաարևմտամետ շրջանակներն են տարածում եւ հարց է առաջանում ինչու պետք է խորհրդային թեզերը իրենք տարածեն։ Ֆիլմ են նույնիսկ նկարել Սարդարապատ, մարդիկ փոცხով ու եղանով ինչ որ բան են անում։ Ուրեմն խորհրդային շրջանում պարզ բան կար, պետք էր այդ օրվա գործող քաղաքական գլխավոր ուժ դերակատար դաշնակցությանը նսեմացնեին, դերակատարությունը նվազեցնեին, որպեսզի ստացեր, որ իշխանությունները կապ չեն ունեցել հաղթանակի հետ, այսինքն հաղթանակը կտրված է եղել էլիտայից, մարդիկ փոცხով եղանով կանգնել են, հաղթել են թուրքական կանոնավոր բանակին։ Իսկ ես հիշեցնեմ թուրքական կանոնավոր բանակն ովքեր էին։ Դա այն զորամիավորումն էր, որ կազմավորվել էր Կարսում, սկզբից իհարկե Կարսը պետք է գրավեին, նոր այնտեղ վերակազմավորեին ուժերը, ուրեմն իրենց խմբավորումը իրենք ձևավորել էին Դարդանելի օպերացիայում անգլիական եւ ֆրանսիական դեսանտին ջարդած ամենաէլիտար ստորաբաժանումներից։ Գալիպոլիսի, այո, Գալիպոլի այդ դիվիզիայի, այսպես ասած, այդ դիվիզիայի հիմքով այնտեղի լավագույն սպայական կադրերն այստեղ էին, օրինակ նույն Վեհիբ Փաշան այդտեղ բավական լավ կենսագրություն էր իր համար կերտել, ընդ որում նրա ծագման հետ կապված հետաքրքիր բան կա, ալբանական տեսություն կա, Բալկանների Ալբանիայից ծագումով լինելու եւ ժամանակակից Տաջիկստանից ծագում ունենալու շատ մի խոսքով հետաքրքիր անձնավորության հետ գործ ունենք, ով որ մեր դեմ գլխավոր զորախումբներ ղեկավարում, բնականաբար ընդհանուր ռազմական նախարար Էնվեր Փաշան էր եւ հիմա այս պարագայում նրանց լավագույն ստորաբաժանումներին մերոնք փոცხով եղանով ոնց պիտի հաղթեին։ Պետք էր ներկայացնել, որ գյուղացիական զանգվածները կանգնել են, հաղթել են, այդ ժամանակվա գեներալները դավաճաններ էին, չգիտեմ ինչին, քաղաքական էլիտա։ Հիմա Սարդարապատի պարագայում նախ հարց է առաջանում, իսկ ովքեր պիտի լինեին այդտեղ ապրող փոცხով եղանող մարդիկ, որովհետև Արարատյան դաշտում նախաճանակ ազգային կազմը բավականին խայտաբղետ էր, եւ երկրորդը բնական որևէ պատնեշի հնարավորություն չկար, այսքան թուրքական բանակը Գյումրին գրավելուց հետո մայիսի 15-ին երկաթուղու գծով Ախուրյանի հովտով իջնում էին, ընդ որում նույն երկաթուղին օգտագործելով նաև իջնում էին դեպի Արարատյան դաշտ եւ արդեն այդտեղ անխափան ովքեր որ Սարդարապատի ուշամալ Երևանից գնացել են նկատած կնեն մեկ գծով հստակ ճանապարհը որ Հայաստանում այդպիսի հարթավայրային ճանապարհներ, ուղիղ ճանապարհներ գրեթե չկան։ Եվ ստացվում է, որ այդտեղ բնական պատնեշը չկար, մարդիկ ինքնապաշտպանվեին ինքնուրույն, հա, փոცხ եղան առնեին։ Ապարանի եւ Ղարաքիլիսայի Վանաձորի պարագայում իրավիճակը այլ էր։ Այդտեղ նախ հայերի խտությունը բնակչության շատ ավելի բարձր էր եւ երկրորդը այդտեղ ռելիեֆը հնարավորություն էր տալիս, որ տեղի բնակիչ հայերը կարողանային տարածքը օգտագործել ինքնապաշտպանության համար։ Եվ դրա համար տեսնում ենք մինչև օրինակ Դրոյի կանոնավոր ուժերի ժամանումը ապարան, այդտեղի գյուղերի բնակիչները իրենց քահանաների գլխավորությամբ
այսինքն ծուխը ամբողջությամբ ոտքի է կանգնել եւ 2 օր պահել են ճակատը, մինչեւ կանոնավոր բանակը գա։ Իրենք չեն նետվում ճակատամարտի, իրենք պահում են բնագծեր, մինչեւ որ գա արդեն հիմնական զորքը տեղի ունենա ճակատամարտը։ Այո։ Եվ նույնը Ղարաքիլիսայում օրինակ տեղի հոգեվոր առաջնորդը կազմակերպում է հսկայական աշխարհազոր, ամեն գյուղում կանգնում են ոտքի, ասենք Դարպաս գյուղում Կոմիտաս քահանան, ասում է պետք է ինքնապաշտպանությամբ պահենք։ Բայց պիտի պահեն մինչև որ կանոնավոր բանակ կա։ Կանոնավոր բանակն ինչպես էր կազմավորվում։ 1917 թվականի վերջի դրությամբ, երբ որ ռուսական բանակը սկսում է հեռանալ ռազմաճակատից բոլշևիկյան հեղափոխության պատճառով, այդտեղ ռուսական բանակի կազմում կային մեծ թվով հայ սպաներ եւ զորակոչված հայեր։ Մենք մի շատ կարևոր բան պետք է ֆիքսենք եւ դա նույն ապարանի եւ Ղարաքիլիսայի բնակիչներին էր վերաբերում։ Արևելահայերը, ի տարբերություն արևմտահայերի, բոլոր տղամարդիկ եւ զինծառայության փորձ ունեին։ Ռուսական բանակում բոլորը ծառայել էին։ Դա Օսմանյան կայսրություն չի, արևմտահայեր չեն, որ կյանքում զենք չեն տեսել։ Իրենք եւ զինծառայություն են անցել ժամկետային, եւ զենք ունեն մեծ մասամբ իրենց տնօրինման տակ, եւ գիտեն ոնց օգտվել այդ զենքից։ Եվ հիմա եթե ինչ-որ մեկը եկել է իրենց բնակավայր, ասում է, այստեղով պիտի անցնեմ, կամ գաղձեզ եկել եմ կոտորելու, ոնց որ Շիրակում արես, չէ՞, Շիրակում մարդկանց մի մասը միամտություն ուներ կարծելու, թե եթե դիմադրություն չլինի, թուրքերը իրենց ձեռք չեն տա, ինչ եղավ, տարան կոտորեցին հենց Գյումրիի մոտ տարբեր հաշվարկներով 7-ից 9000 մարդ մի օրում կոտորել են եւ լցրել ձորում ուղակի։ Եվ դրանից հետո զանգվածաբար Շիրակի բնակչությունը փախուստի դիմեց, արդեն գնում էին Լոռու ուղությամբ։ Այսինքն փորձը կար արդեն, ինչպես են վարվում թուրքերը արևելահայերի հետ։ Էնվեր Փաշան փետրվարին մի գաղտնի այդպեսի փաստաթուղթ էր ուղղել հրամանատարությանը, որ գերից նույնիսկ չպետք է վերցնեք։ Այսինքն հարձակման ժամանակ իրենք 1918-ի հունվարի 28-ից էին հարձակման անցել, փետրվարին արդեն ցույցում էր գնացել, որ հայերից գերի մի վերցրեք։ Այսինքն պիտի ցանկացածին սպանեք, այո։ Հիմա նման պարագայում ակնհայտ էր, այդ բնակիչը ասում է ինչի պիտի ինձ սպանեն կամ ինչու պիտի ես իմ բնակավայրից հեռանամ։ Դրա համար այդտեղ շատ տարբեր է, բայց ամենակարևորը այդ կանոնավոր բանակից մնացած սպայական կազմ կար, կային հայեր զինծառայության մեջ գտնվող եւ դրան գումարվում են արևմտահայ այդ գաղթականներից մարդիկ, ովքեր միանում են բանակին։ Նրանց անունը մենք էլի պայմանական աշխարհազոր դնենք, բայց նրանք մտցվում են բանակի կազմում նոր ձևավորվող, հա, բանակի կազմում որպես արդեն կանոնավոր ստորաբաժանումներ, նրանց տրվում է զենք։ Զենքը որտեղից է տրվում։ Ռուսական բանակից մնացել էին տարբեր զինապահեստներ, գառնիզոններ եւ այլն, այդտեղից տալիս էին այդ ամեն ինչը, ինչ փոცხ, ինչ եղան։ Սովորաբար այսպիսի մտայնություններ կա, որ մենք 1918 թվականի դեպքերը, հերոսական դեպքերը, այնուհանդերձ այսպես ոգևորող դեպքերը, բայց 18 թվականը մի տեսակ կտրում ենք մեր պատմությունից, կարծես թե լավ չենք ընկալում, որ 1918 թվականը դա ցեղասպանության թվական էր դեռ։ Այո։ Մենք գիտենք, որ հայոց ցեղասպանությունը 1915 թվականին սկսվեց, բայց մինչև 23 թվականը չէ համարում ենք, որ ցեղասպանությունը շարունակվում էր։ Այսինքն, եթե մենք մի քիչ ընդհանրական հայացք նետենք, կհասկանանք, որ մի կողմից հայերը դեռ շարունակում էին ցեղասպանվել այդ նույն թուրքական բանակների կողմից, մյուս կողմից ինքնապաշտպանվել եւ այդ ինքնապաշտպանությանը մասնակցում էին ցեղասպանությունից փրկված եւ արևելյան Հայաստան եկած գաղթականները, ինչպես ասում են, փախստականները կամ գաղթականները։ Եվ եթե նայենք, ապա ինչ կազմ ուներ այդ 1918 թվականին հայ ժողովուրդը առհասարակ Հայաստանում, արդեն Հայաստանում ինչ կազմ ուներ։ Մենք գիտենք, որ արևելյան Հայաստանում հայեր շատ չկային։ Բնակչության կազմը խայտաբղետ էր, ինչպես ասում են, այսինքն այդպես մոնոէթնիկ չէր արևելյան Հայաստանը։ Եվ հետևաբար ինչ խմբեր կային, ինչ լեզվով էին խոսում այդ մարդիկ իրար հետ, շատ նուրբ հարց է։ Ինչպես էին հաղորդակցվում եւ ամենակարևորը, ինչպես կարողացան համախմբվել, որովհետեւ
Լեզուն շատ կարևոր է համախմբվելու համար։ Իրականում շատ նուրբ հարցեր եք այստեղ հնչեցնում, որովհետև դրանք հարցեր են, որոնք սովորաբար չեն էլ ուզում քննարկել։ Այստեղ կարևոր է, որ հասկանանք, այն նախորդ հարցից էլ նաև գալիս է դա, որ իսկապես Արևելյան Հայաստանում կային խմբեր, մենք Արևմտյան Հայաստանի համեմատ ավելի փոքրաթիվ բնակչություն ունենք Արևելյան Հայաստանում, եթե համեմատության մեջ ենք նայում։ Բայց հիմա տեղի ունենում հետևյալը, ուրեմն նախ ռազմաճակատ արագ փլուզվում է եւ արևմտահայ այն մարդիկ, ովքեր որ վերադարձել էին իրենց տները ռուսական զորքի առաջխաղացման շնորհիվ, իսկ թիվը շատ մեծ էր, 387,000 հայ վերադարձել էր իրենց տներ։ Վանի Էրզրումի տարածքներում 1917 թվին փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում մինչև հոկտեմբերյան հեղափոխություն այդքան հայ վերադարձել էր իրենց տները եւ իրենք մտածում էին, որ այդ ցեղասպանության պիկից հետո հնարավոր է, որ հայկական ազգային կյանքը վերածնվի, Անդրանիկը նույնիսկ Արևմտահայերի ազգային խորհրդի նիստում ասում էր, որ Էրգիրը վերջապես հնարավորություն ունի վերստին իր Էրգիր լինելու, այսպես ասած։ Եվ իհարկե նման իրավիճակում մենք շատ հետաքրքիր պատկեր ունենք, որ առնչվեն արևմտահայերն են փախուստի դիմում, սկսում են Արևելյան Հայաստան նորից տեղափոխվել, այլև Կարսի մարզի տարածքում է տեղի ունենում փոփոխություն։ Այսինքն մենք պետք է ֆիքսենք, որ Արևելյան Հայաստանի հետ ռուսական կայսրության կազմում էր նաև Կարսի մարզը մինչև առաջին աշխարհամարտը եւ այստեղ հայերի թվականը 130,000-ի էր հասել արդեն։ Դրան գումարած պատերազմի ժամանակ այստեղ հաստատվել էին շուրջ 100,000 արևմտահայեր, 110,000 նույնիսկ 16 թվի դրությամբ արդեն այդքան հայ կար, այսինքն ցեղասպանությունից փրկվող մեծ զանգվածներ գալիս էին ամենամոտ սահմանային գոտի, դա Կարսի մարզն էր։ Հիմա երբ որ թուրքերը Կարսի մարզ են մտել, ոչ միայն այստեղի այդ արևմտահայ գաղթականներն են սկսում փախուստի դիմել դեպի արդեն մեր այսօրվա հանրապետության տարածք, այլև Կարսի մարզի բնակչությունն են։ Այսինքն ստացվում է, որ ոչ միայն արևմտահայերն էին փախչում, այլև նրանց գումարվում էին նաև արևելահայեր մեծ թվով։ Նույնը եղավ հետո Շիրակում, դեպի Լոռի էին գնում, Արարատյան դաշտ։ Միայն մայիսյան հերոսամարտերի նախօրյակին Էջմիածնի եւ Սուրմալուի գավառներում 80,000-ի չափ արևմտահայեր հաշվառվում տեղափոխված։ Եվ այս բոլորի գլխին կանգնած էր բնականաբար կենսական վտանգ, գոյության վտանգ։ Եվ այն միամիտ բացատրությունները, նույնիսկ այն ժամանակվա մամուլում կային, ասում էին արևմտահայերը մեղավոր են, որ թուրքերը հարձակվում են, իրանք որ չգային, թուրքերը չէին հարձակվի, այդ հիմարությունները բնականաբար առանձին մարդկանց ընդհանրապես մտածողության արդյունք էին եւ չէին արտահայտում մեծամասնության կարծիքը։ Հիմա այս պարագայում խնդիր կար, ճակատամարտ տալ թե չտալ։ Եվ մենք գիտենք, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսի դերն է եղել այստեղ առանցքային, որ նա ռազմաքաղաքական ղեկավարությանը Արամ Մանուկյանի գլխավորությամբ բավական սաստիչ խոսք է ուղղել եւ Արամը դրանից հետո հնարավորություն է ունեցել իր գործողությունները լեգիտիմացնելու։ Իսկ Արամ Մանուկյանը իրականում ցանկանում էր կատարել այն ամենը, ինչ որ արվեց հետո, բայց իրեն պետք էր լեգիտիմացնել իր գործողությունները, իսկ կաթողիկոսի խոսքը եւ գործողությունները դա հնարավոր դարձրին։ Չէ՞ որ կաթողիկոսը ուղակի պոպուլիստական չէր ասում գնացեք կռիվ արեք, բան ինչ որ։ Ինքը ուղարկեց կուսակրոն հոգեորականներին ռազմաճակատ իբրև մահապարտներ։ Ինքը բոլոր ծուխերում հրահանգեց, որ պետք է զանգ հնչեցնեն, Մայրաթորի տարածքը տվեց որպես ենթակառուցվածք, այսինքն օրինակ Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը տրվեց որպես գլխավոր շտաբի շենք։ Ռազմաճակատ։ Այո, Սարդարապատի գործողությունների կառավարումը արվել է Գևորգյան ճեմարանի շենքից։ Վեհարանի շենքը տրվել էր որպես ռազմական հոսպիտալ եւ այդպես շարունակ, այսինքն սրանք ուղղակի ինչ որ խոսքեր չեն, պոպուլիստական ինչ որ բաներ չեն, այլ կոնկրետ գործողություններ են։ Հիմա արդեն բուն իրագործման փուլում մենք շատ հետաքրքիր պատկեր ունենք, արդեն ձեր ասած ժողովրդագրական պատկերը այստեղ երևում է կազմը։ Ովքեր են ղեկավարում Սարդարապատի ճակատը։ Ընդհանուր հրամանատարությունը ամբողջ
մեր զինված ուժերի այդ ժամանակ Թովմաս Նազարբեկյանի ձեռքին էր, կոնկրետ Սարդարապատի ճակատ եւ ապարանի ճակատը, այսինքն Էջմիածնից ղեկավարվող գործողություններ, այսպես ասած, Երևանյան զորախմբի ղեկավարությունը գեներալ Թովմաս Նազարբեկյանի փոխարեն այստեղ Մովսես Սիլիկյանի անունը պետք է նշենք, նա էր իրականացնում։ Շտաբի պետը Շնեուրն էր, որը իրեն ռուս էր որպես իր էթնիկ ինքնագիտակցություն ներկայացնում, բնականաբար հայերեն չգիտեր։ Նույն Նազարբեկյանը, Սիլիկյանը հրամանները ռուսական բանակի, այո, սպաներնելով հրամանները ռուսերեն էին տալիս։ Եվ այսպիսի խնդիրներ կային։ Հիմա եթե որոշել ենք Սարդարապատում ճակատամարտ պետք է տանք, Նախիջևանի հատվածից խնդիր կա։ Վտանգ կա, որ թուրքական գործակալների ներխուժման հետևանքով Նախիջևանի մահմեդականները, կովկասյան թաթարները պայմանական անունը դնենք, իրենք կարող էին ապստամբել կամ կարող էին թիկունքից որոշել հարձակվել հայկական զորամասերի վրա։ Դրա համար առանձին ստորաբաժանում ուղղում են Նախիջևանի կողմից հարվածը կասեցնելու համար։ Եվ այնտեղ կազմը հետաքրքիր էր, մոտ 50% մուսուլմաններ էին բնակչության, 43% հայեր էին։ Այսինքն մենք այդտեղ խնդիր ունեինք Նախիջևանի կողմից։ Եվ այս առումով իհարկե նայում ենք ինչ լուծում գտան այն Սարդարապատի ճակատում։ Պետք էր Սարդարապատի ճակատում այնպես անել, որ հանկարծ հնարավոր չլինի Արաքսի մյուս ափից ուժեր տեղափոխեն թուրքերը, իսկ իրենք ինչ էին արել, եկել էին Սուրմալուի տարածք էին արդեն մտնում եւ Սուրմալուն հիշեցնեմ, որ ռուսական կայսրության տարածք էր մինչեւ առաջնաշխարհ։ Երևանի մարզում էր։ Այո, եւ դա նշանակում է, որ այդտեղ չկային պաշտպանական ենթակառուցվածքներ, որովհետեւ ենթակառուցվածքները Կարսի մարզում էին։ Այսինքն ռուսական կայսրության ներքին դա ինչ որ համակարգ էր։ Հետեւաբար հնարավոր չի այդտեղ դաշտում Արարատյան դաշտի մյուս կեսն է կանգնեցնել, պետք է ուրիշ բան մտածել եւ այստեղ հետարքիր բան կա 1978 թվականին, եթե չեմ սխալվում, այդ թվականը կարող է ճիշտ չի հիշեմ, բայց Սարդարապատի հերթական Հոբելյանի առիթով արդեն խորհրդային միության գլխավոր մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որ ժամանակին իր մարտական մկրտությունը հրամանատարական երկրորդ փորձը ձեռք է բերել Սարդարապատում, ներկայացնում է, որ այդ ժամանակվա իր հրամանատար Սիլիկյանը ինչպիսի հանճարեղ մոտեցում է գործել։ Դուք հասկանում եք, չէ՞, արդեն Բաղրամյանը ինչքան մեծ փորձառություն ունի աշխարհի ամենամեծ բանակի այդ ժամանակվա հրամկազմի մեջ, այդտեղի սպայական ակադեմիայի բանն է, պետն է նույնիսկ, ու ինքը մեկ այլ գեներալի մասին, որից վաղուց ինքը անցել է մասշտաբներով, խոսում է հիացմունքով ու ասում է ինքը իմ հրամանատարն է եղել։ Սիլիկյանի մասին է խոսում ու ներկայացնում է պատկերը, որ ինչով էր հանճար։ Նա հենց նրա վրա է ուշադրություն հրավիրում, որ կամուրջները պայթեցնել տվեց Արաքսի վրային, նույն Մարգարայի, Կարակալայի եւ այլն, եւ հնարավորություն չտվեց, որ թուրքական զորախումբը ստանա այդ կողմից համալրում։ Եվ այն ստորաբաժանումները, որոնք հասել էին Արարատյան դաշտ Գյումրիի կողմից, պետք է նաև մյուս կողմից ճակատ ապահովեին, ապարան մտնեին, ապարանից գրավեին եւ Երևանն ու Էջմիածինը հայտնում էին ակցիայի մեջ։ Փաստացի Սարդարապատի ռազմական գործողությունները սկսվել են Էջմիածնից ընդամենը 10 կիլոմետրից մի քիչ ավելի մեծ հեռավորության վրա։ Չէ, այդտեղ հասել էին բանակները թուրքական։ Արարատյան դաշտի կենտրոնում է։ Սարդարապատը, որ պատկերացնեն ինչով է կարևոր մեր հեռուստադիտողները, ինքը երկաթուղային հանգույցի վրա էր։ Այսինքն Գյումրին, որ գրավում ենք Հայաստանի բոլոր ենթակառուցվածքները երկաթուղային հայտնվում են թուրքերի վերահսկողության տակ, կարելի ասել իրենք այդ գծով գալիս են Սարդարապատ կայարանը հենց գրավում են, դրանից հետո Էջմիածնի եւ Երևանի հաջորդ արդեն ուղղությունները կայարաններով հասանելի են դառնում ընդամենը 2-3 օրում։ Դրա համար անհրաժեշտություն կար, երբ մայիսի 21-ին մենք կայարանը կորցրինք, հաջորդ իսկ օրը ճակատամարտ տալ։ Եվ այդտեղ արվում է հենց այն, ինչ որ նախատեսված էր։ Կամուրջները պայթեցնում են, փակում են զորախումբը եւ սկսում են ջարդել։ Այստեղ այդ սեգմենտներն են։ Մեր բանակը Սարդարապատը ինչու է հաճախ համարվում ազգային միասնության հետարքիր օրինակ։
Չնայած որ Երևանում կային խուճապի տրամադրություններ, կային մարդիկ, ովքեր խրախուսում էին խուճապ, փախուստ եւ այլն, բայց Արամ Մանուկյանը խիստ միջոցներ ունի գնդակահարություններով իրավիճակ էր փոխել, հիմա տեսնում ենք, որ այստեղ կա հետեւյալ պատկերը. ռուսական բանակից մնացած հայ սպաներ, զորակոչված մարդիկ, այսինքն կադրային զինվորականություն եւ հիմնական լեզուն ռուսերենն է։ Իհարկե այդտեղ տեսեք, իհարկե առօրյա խոսակցական լեզուն ռուսերենը չի մեծ մասինը, բայց զինվորական տերմինների առումով, հրամաններ եւ այլն ռուսերեն է, որտեղ ռուսական բանակում են իրենք այդ ամենն արել։ Նույնիսկ առաջին հարաբերությունը մի տարի հետո, երբ որ լեզվի հետ կապված օրենք էին մշակում, իրենք նշեցին, որ պետական լեզուն հայերեն է, բայց բանակում բացառություն են անում, որ թույլ են տալիս սպաները ռուսերեն հրամաններ տան։ Արևմտահայեր կան բանակում հիմա։ Սարդարապատում ուրեմն կային մշեցիների, խնուսցիների, երզնկացիների, վանեցիների, զեյթունցիների եւ էլի տարբեր արևմտայի տարբեր սեգմենտների ներկայացուցիչներ իրենց առանձին խմբերով, հայդուկապետներով նախկին այդ պայքարով անցած հայ կամավորական շարժման մասնակից մարդկանցով եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ, ովքեր որ ունեն որոշակի մարտական փորձառություն, բայց իրենք զինծառայությամբ այդպես պրոֆեսիոնալ ճանապարհ չեն անցել, բայց կա իրենց մոտ ուրիշ բան, վրեժի ոգի։ Եվ այդ հասումը, այն ինչ որ իրենք վերապրել են, եւ պատրաստակամությունը մեկ ընդհանուր նպատակի ծառայելու։ Այստեղ արդեն լեզուն տարալուծում։ Իրենք է ռուսերեն չգիտեն, որ հրամանները, ասենք նույն Շնեուրից կտրվի կամ այդտեղ ռազմաճակատում գտնվող Պերեկրեստովից, ով որ Սարդարապատի հիմնական հերոսներից է եղել ու հայ չի։ Եվ Սիլիկյանի նաեւ։ Այստեղ Արցախից եկած Հեծելազորը կա։ Կանոնավոր էլի ծառայություն անցած մարդիկ, կանոնավոր բանակային ստորաբաժանում։ Ներողություն, Արցախի Հեծելազորը որպես օգնություն էր եկել, որտեղ այդ ժամանակ Արցախն իր սուվերենությունը պաշտպանում էր, Արևմտյան Հայաստանի պես գաղթական չէին արցախցիները։ Արցախը չուներ դեռևս գաղթականության խնդիր, բայց Արցախը մի ամիս հետո կանգնելու է նույն խնդիրների առաջ, ինչ որ Երևանը կանգնեց։ Գիտենալով եկել։ Իրանք ի տարբերություն որոշ մարդկանց, որ հիմա մեկնաբանում են, դե Արցախը մեզ հետ ինչ կապ ունի եւ այլն, իրենք այդ ժամանակ գիտակցում էին, որ Երևանը պահելով իրանք պահում են Արցախը։ Դրա համար այդտեղից եկել էին Հեծելազորով, ընդ որում Մայիսյան այս ամենակարևոր հերոսամարտի ժամանակ, երբ որ կադրային զինվորականությունը պետք է պահեր հիմնական ճակատային գիծը եւ գրոհը պետք է ինչ որ մեկը աներ, գրոհ անողը գիտի, որ դիմացը 3 անգամ ավելի շատ գնդացիրներ ունեն թուրքերը եւ սկսելու են գնդացիրներով սպանել մեծ մասին հարձակվողների։ Եվ այդ հարձակվող ֆունկցիան իր վրա է վերցնում Արցախից եկած Հեծելազորը։ Իրենք են ճակատային գրոհն անում, ընդ որում Սիլիկյանի դա պլանի մի մասն էր, որ մերոնք ոչ թե պիտի կանգնեն, սպասեն թուրքերը հարձակվեն, այլ մերոնք պիտի նախահարձական լինեն։ Եվ դա իդեպ թուրքական կողմը բավական մեծ խուճապ բերեց, որտեղ իրենք չէին սպասում, որ հայերը այդքան է ցեղասպանված, է թուլացած, արդեն ամեն ինչ կորցրած վիճակում կարող են այդպիսի ինչ որ անսպասելի բան անել։ Եվ եղավ այն ինչ որ եղավ, բոլոր սեգմենտները փաստորեն հայության, թե արևելահայ, թե արևմտահայ, այդ թվում արևելահայերի դեպքում արցախահայ, հա, բոլորն իրար հետ այս հերոսամարտում կերտեցին հաղթանակը, ունենալով մեկ նպատակ՝ փրկել հայրենիքի վերջին օջախը վերջնական ոչնչացումից, իրենց սրբավեր Սուրբ Էջմիածինը եւ նոր քաղաքամարր դարձող Երևանը։ Փաստորեն լեզվական խոչընդոտը, լեզվական պատնեշը որքան տարօրինակ է, հաղթահարվեց, ինչ որ այո, որովհետև նպատական հարմոնիան նպատակի շուրջ է եղել, այսինքն գործողությունները հստակ են, ով ինչ պետք է իր վրա վերցնի, ընդ որում շատ կարևոր է շեշտել, որ պլանով գնաց ամեն ինչ, մեր պլանավորածով է գնացել, այսինքն այնտեղ միայն մի խնդիր կա, որ հաջորդ օրը գնդացրորդները հյուսիսային բարձունք են զբաղեցրել եւ Արցախի այդ գրոհող ստորաբաժանումների մի մասը շարքից հանել են, բայց Սիլիկյանը կարողացել է մտածել այստեղ հետարքիր բան, ստորաբաժանում է ուղարկել, որ թիկունք են դուրս եկել եւ նրանց ոչնչացրել են, մերոնք շարունակել են գրոհը եւ ուղակի ջարդել են թուրքական ստորաբաժանումներին, տարբեր թվեր կան նրանց կորուստների վերաբերյալ 3500-ից մինչեւ 4500 մեր կորուստները 1000-ից չեն անցել։ Եկեք անդրադառնանք թվականակի հարցին, այսինքն
կազմը նշեցինք, ինչ հայությունը ինչ կազմով էր մասնակցում հերոսամարտերին, կա թվականակ եւ ինչպես էր գոյացել այդքան մեծ թվականակ։ Տեսեք, մենք ունենք նախ ռուսական կայսրության բանակում ծառայող հայության սեգմենտ, որը արդեն պատրաստ է։ Եվ տևաբար նաև պետք է նայել արևելահայերին, արևմտահայերից ինչքան մարդեր պատրաստ միանալ։ Այստեղ լուրջ խնդիր կար, մենք անձնակազմի լուրջ խնդիր ենք ունեցել ի սկզբանե։ Եթե չունենայինք այդ խնդիրը, ասենք Էրզրումի մոտ կկանգնեցնեինք թուրքերին, երբ որ Էրզրումը մեր ձեռքում էր։ Բայց մենք կարողացել ենք կանգնեցնել միայն Արարատյան դաշտում, որովհետև պետք է այդ կոնսոլիդացիայի փուլը ինչ որ մի այնպիսի իրավիճակում գար, երբ որ հնարավոր լինի համալրումը հասնել լավագույն տարբերակին այս համար։ Այստեղից էլ հենց նաև այն ընկալումն է մարդկանց մոտ, որ կա այդ միֆի շուրջ, թե փոցխով եղանով ենք հաղթել։ Այսինքն մի բան է խորհրդային իշխանությունների քարոզը, հա։ Մի բան է մարդիկ, որ ինչու են դա անցալել, որովհետև պատկերացրեն դե եթե սկի պետությունը չէր հռչակվել մեր, ոնց կարող է սպայական կազմ ունենայինք։ Բա ոնց կարող է պետություն լիներ։ Այսինքն Արամ Մանուկյանը փաստացի Երևանի քաղաքական էլիտարն էր։ Երևանի հայոց ազգային խորհրդի նախագահն էր, որը իրականացնում էր փաստացի իշխանության ֆունկցիա Երևանի նահանգում, եւ նա նաեւ մարտի 24-ից դիկտատորի ֆունկցիաներ էր ստացել նույն այդ ազգային խորհրդի, հայոց ազգային խորհրդի որոշմամբ։ Եվ ստացվում է, որ մենք ունենք իրականում քաղաքական իշխանություն, ունենք նաեւ ազգային ներկայացուցչական իշխանություն, իդեմս եկեղեցու։ Այսինքն այդ ժամանակվա մենք որ նայենք մամուլի արձագանք, ասում են ազգապետն հայոց դիմեց ժողովրդին։ Գևորգ 5-րդի ուղերձը չեն ասում կաթողիկոսի ուղերձը, ազգապետն հայոց։ Այսինքն մեր ազգի պետը դիմել է մեզ, պիտի գնանք իզեն զոհվենք։ Այստեղ Գարեգին arczepiskopos Հովսեփյանին ենք տեսնում ռազմաճակատում, ով բազմաթիվ լեզուներ գիտեր, գիտնական մարդ էր, դոկտորական պաշտպանած Գերմանիայում, այդ մարդը եկել էր որպես մահապարտ եւ ընդ որում ինքն էլ Արցախից ծագումով։ Դանիել Բեկփիրումյանը եւս արցախցի, որ ղեկավարում էր հենց Սարդարապատի ճակատում գործողությունները։ Պողոս Բեկփիրումյանը նրա եղբայրը, որ հեծելազորներ ղեկավարում եւ այլն։ Այսինքն այս մարդիկ ունեին մեկ նպատակ։ Եվ այդ մեկ նպատակին լծված էին, իհարկե, այստեղ այդ արևմտահայ սեգմենտները չունեին նույն պատրաստվածությունը, ինչ որ իրենք ունեին, բայց ռազմական գործողությունների հետ կապված նույն Սիլիկյանի հետագա գնահատականները ցույց են տալիս, որ ինքը ապշած է եղել, թե ինչպես են նրանք փառավոր մարտին մասնակցում եւ բոլորովին չեն զիջում այն զինվորականությանը, որ ծառայություն է անցել։ Թվականակի հարաբերակցություն, երբ որ մենք նայում ենք 3 ճակատները իրար հետ, ամենավատ ստարտային պայմանները ապարանում են, որովհետև սկզբից մեր հրամանատարությունը չէր սպասել, որ ապարանում իրենք կհայտնվեն թուրքերը։ Եվ դրոյին ուղարկեց ինքը հենց Երևանյան այդ զորախմբի համակազմից 1000 հոգուց մի փոքր ավելի տալով, որ նա այնտեղ ճակատը պահի, բայց չէին սպասի, որ դրոյի ստորաբաժանումները կարողանան հաջողության հասնել որ բավական արագ, այստեղ իհարկե բացի նրա կանոնավոր ստորաբաժանումներից մեծ դեր խաղացին նաև այո, տեղի գյուղացիները եւ հայ գյուղացիների կողքին նաև պետք է նշել եւ կանոնավոր հայկական ստորաբաժան կողքին նաև իհարկե եզդիական ստորաբաժանման դերակատարությունը, որ այստեղ եզդիական հեծելազոր կար Ջահանգիր աղայի ղեկավարությամբ, ովքեր հայերի կողքին ճակատամարտին մասնակցեցին եւ նաեւ ճակատային գրոհի ֆունկցիան վերցրին իրենց վրա։ Այս առումով շատ էլի լավ օրինակ է համագործակցության, էլի մեկ նպատակի ուղղվածության։ Իրենց մոտ էլ կար ցեղասպանական հիշողությունը, որովհետեւ Արևմտյան Հայաստանից նաեւ իրենց էին վտարում եւ ցեղասպանում։ Ու ստացվում է, որ մենք ունենք այդտեղ մոտ 4-ին 1 հարաբերակցություն, իսկ Հարաքիլիսայում 10-ին 7 հարաբերակցություն, Սարդարապատում տարբեր տվյալներով մոտավորապես 1-ին 2։ Բայց ամեն դեպքում մենք կարողացել ենք ճիշտ մարտավարությամբ հասնել հաջողության։ Եվ այստեղ այո, շատ կարևոր է եղել բոլոր շերտերի էլիտայից սկսած մինչև այսպես պայմանական ասած ստորին շերտեր բոլորը մեկ նպատակի ուղղությամբ մտած էին։
աներկբա է, որ մայիսյան հերոսամարտերի արդյունքում ձևավորվեց հայոց պետությունը եւ ընդհանրապես հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը կանխվեց, որտեղ արևմտյան Հայաստանում կարելի ասել թուրքական կառավարությունը լիակատար հասել էր իր պլանի իրագործմանը, որքան էլ որ մենք համարում ենք վերապրած ցեղասպանությունը ժողովուրդ վերապրելը մի բան է, երբ մարդիկ կարողացել են փախչել, փրկվել, բայց որպես պլան արևմտյան Հայաստանում 100%-ով իրականացվեց թուրքական կառավարության նախագիծը մաքրել հայերից տարածքը եւ նույնը կարող է շարունակվել արևելյան Հայաստանում, այսինքն վերջնական բնաջնջումից հայերը փրկվեցին եւ պետություն ստեղծեցին ի վերջո։ Ինչպես փոխվեց հարաբերությունները դրանից հետո, այսինքն հայությունը ի վերջո նոր փուլ մտավ, մենք շատ շեշտում ենք, որ այո պետություն ստեղծվեց, բայց դա մեր ազգային կյանքում եւ ժամանակագրական առումով, գեոպոլիտիկ առումով բոլորովին նոր մի փուլ էր։ Այսօր ցավալի է, որ Հայաստանում կան որոշ մասնագետներ, ովքեր տուրք են տալիս թուրքական պատմագիտության պաշտոնական տեսակետին, իբրև թե թուրքերը մեզ նվիրին պետություն, ինչ որ նվիրել են բան, եւ սա իրականում ուրացում է այն մարդկանց հերոսության հիշատակին, ովքեր որ Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատում կռվել են, զոհվել են, ընդ որում նաեւ ավելի փոքր ճակատամարտեր են եղել ներքին Թալինի, Սառնախբյուրի, նույն Ջավախքի տարածքում եւ այլն, այս բոլոր մարդկանց հիշատակին մենք կարծեք, ասենք դուք բան չեք արել։ Իրականում հիշատակից բացի դա պատմական փաստի հարց կա։ Մարդիկ ուղղակի մի բան չեն ֆիքսում, այդ ժամանակ մենք ունենք երկու տարբեր իշխանություններ։ Ի վերջո դա նույնպես խորհրդային միության այսպես նարատիվներից էր։ Ավելի ոչ թե խորհրդային թուրքական։ Ավելի քիչ, բայց խորհրդային շրջանում ուրիշ խնդիր կար, ինչպես հաղորդման սկզբում խոսեցինք, դաշնակցության դերակատարումը նվազեցնել, բայց պետք է ֆիքսենք, որ երկու իշխանություն կար։ Մեկը փաստացի Երևանի իշխանությունն էր, Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որը Երևանի հայոց ազգային խորհրդի հիման վրա էր եւ Երևանի նահանգով էր սահմանափակվում։ Մյուսը Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի հիման վրա այն մարդիկ էին, ովքեր որ նախ Անդրկովկասյան Սեյմում ունեին իշխանության գործառույթներ, այսինքն ընդհանուր այդտեղ պետություն էր, այդ պետության իշխանության մարմնում էին եւ թուրքերը նրանց էին որպես լեգիտիմ իշխանություն դիտում եւ իրենց ասում էին դուք առանձին մեզ հետ եկեք պայմանավորվեք, Երևանի հետ մենք գործ չունենք եւ այլն եւ այլն։ Բաթումում ոչ թե Արամ Մանուկյանի պատվիրակների հետ էին բանակցում թուրքերը, այլ նրանց հետ էին բանակցում։ Հիմա շատ ընդունված է, մենք դասագրքերում էլ ենք դա ողջավորված գրում, որ Վեհիբ Փաշան, թուրքական խմբավորման ղեկավարը, որ Ղարաքիլիսայում հենց ինքն էր նպատակ դրել ջարդել, այո։ Նա Վեհիբ Փաշան ասում էր հայերը ցույց տվեցին, որ կարող են Ղարաքիլիսայի օրինակով լինել աշխարհի լավագույն մարտիկները։ Դրանից հուզվում ենք, ես ինչ որ ասում եք թուրքերը տեսեք մեզ գովում են։ Վեհիբ Փաշան ուրիշ խնդիր էր լուծում։ Ինքը խնդիր էր դրել, որ պետք է շատ արագ Ղարաքիլիսայում հաղթեին եւ ամսի 22-ին դեռ մայիսի 22-ին այդ ճակատը ճեղքեին, շարժվեն հյուսիս դեպի Թբիլիսի եւ դեպի արևելք գնային Գանձակ Ադրբեջան պետությունը ստեղծեին, արագ այդտեղից Բաքու գնային գրավեին եւ Արցախում էլ հայտնվեցին այդպես։ Հիմա փաստացի մերոնք մինչև ամսի 31-ը ճակատը պահելով այդտեղ եւ Թբիլիսին փրկեցին եւ ժամանակ տվեցին, որ Բաքվում գտնվող ստորաբաժանումները հայկական եւ մասամբ ռուսական կարողանան կոնսոլիդացվել ու պահեն եւս 4 ամիս ճակատը պահեն։ Հիմա Վեհիբ Փաշան արդեն գիտի, որ Բաթումի բանակցությունների արդյունքում ինքը պիտի զորքը դուրս բերի այդտեղից։ Այսինքն մենք ֆիքսում ենք Ղարաքիլիսայում մենք ի վերջո զիջել ենք, որովհետև մեր զենք զինամթերքը սպառվել է, թուրքերը մտել են, կոտորել են եւ այլն։ Բայց չենք ասում ախր նույն Վեհիբ Փաշան պիտի զորքերը հանի այդտեղից Բաթումի պայմանագրից հետո։ Հիմա ինքը պիտի մի ձև ասի ինչի համար է հանում։ Այսինքն ինքը պետք է ոչ թե ասի, որ իրենք պարտվել են վերջնահաշվարկով, հա, ընդհանուր պատերազմում ստացվում է իրենք չեն կարողացել վերջնական հաջողության հասնել։ Իհարկե իրենք իրենց մասով հասան Բաքու հետո, այսինքն թուրքերը այնուամենայնիվ, այսպես ասած, պլան մինիմումը կատարել են, բայց իրենք պլան մաքսիմումով էին եկել։ Պլան մաքսիմումը չի ստացվել, ոչ չի ասի չի ստացվել,
Պիտի մի բան ասի, հայերը հերոսություն արեցին, դե ինչ անենք, լավ, դրա համար է տեղից դիրուզներ։ Որտեղից է կարծրատիպը, որ թուրքերը մեզ նվիրեցին պետություն, այսինքն ինչ արեցին, նվիրեցին։ Պնդումը կառուցված է պարզ կոնստրուկցիայի վրա, այսինքն դա կոնստրուկտիվիստական տեսություն է։ Պարզ է հետևյալը, այն մարդիկ, ովքեր որ ուզում են հիմնավորել, որ ռուսները կամ արևմուտքը չէին ուզում, որ մենք պետություն ունենայինք, պիտի ասեն, ուրեմն թուրքերն էին ուզում, որ մենք պետություն ունենայինք։ Իսկ դա զուտ կառուցում է նրա վրա, որ ասում են դե թուրքերն էին, չէ՞ ասում, թող Սեյմը դուրս գա Ռուսաստանի կազմից, այսինքն Անդրկովկասը առանձին պետություն լինի։ Հետո թուրքերն էին, չէ՞ ասում, թող այդ դրա մեջի հայ պատվիրակները առանձին մեզ հետ կան, թող ստորագրեն։ Դուք այդ կառույցից էլ դուրս եկեք, առանձին եկեք։ Միտքը այն չի, որ հայկական առանձին պետություն լիներ։ Իրենք ուզում էին ստանալ երաշխիք, որ Հայաստանը երաշխավորներ չունի։ Այսինքն հայկական կողմի հետ առանձին թող ստորագրեն։ Ոգևորվում ենք, ասում ենք Բաթումում իրենք առաջին պետությունը դարձան, որ Հայաստանի անկախությունը ճանաչեցին։ Բայց ոչ մեկը չի ասում ախր, որ դա փաստացի ճանաչում է, ոչ թե իրավական ճանաչում, դե ֆակտո, ոչ թե դե յուրը ճանաչում է եղել։ Փաստացի ճանաչել են, թուղթը ստորագրել են զուտ մի բանի համար։ Իրենց պետք էր ամրագրել, նույնիսկ մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի բոլոր կոմունիկացիաներն իրենց ձեռքն են անցնում։ Մարդիկ, որ մամուլ կարդան 18 թվականի ամռան եւ 18-ի նաեւ աշնան, Արամ Մանուկյանը ամբողջ օրը ներքին գործերի նախարարնելով ընկած էր այստեղ այնտեղ կարգավորելու թուրքական զորքերի զորաշարժերը, որ հանկարծ հայկական բնակարար չմտնեն, թալան չանեն, ինչ չանեն։ Պատկերացրեք երկաթուղով նույն այսօրվա Կոտայքի մարզը, որ սահման չունի, չէ՞։ Կոտայքի մարզի ներկայիս տարածքով իրենք զորք էին տեղափոխում Ադրբեջան թուրքերը։ Ճանապարհին ինչ որ գյուղ են մտնում, սկսում են մթերքը թալանել։ Մարդիկ չեն պատկերացնում այդ ամենը, ինչ կարգի է եղել։ Ինքը գնում էր, փորձում էր կարգավորել, ասում էր դե շուտ անցեք, որ գործ չունեք, էլի ձեզ ինչա պետք, պարեն, ձեզ տամ մենակ թե այս գյուղերից հեռու գնացեք։ Եվ այդպես իրավիճակը այդ ամբողջ երկաթուղին պատկերացրեք թուրքերի վերահսկողության տակ էր հայտնվում։ Դրա համար իրենց պետք էր արագացնել, այսինքն մայիսյան հերոսամարտերը մի կողմից մեզ վերջնական ոչնչացումից փրկել են, բայց մյուս կողմից քաղաքական կարգավորումը, որ թուրքերը հետո փորձում էին տալ եւ մեզ նվեր մատուցել, մեզ դնում էին բավական կախյալ վիճակում։ Բայց անգամ այդ իրավիճակում մայիսյան հերոսամարտերը կերտած ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ նույնիսկ Թիֆլիսում գտնվող այդտեղի արդեն հայոց ազգային խորհրդի պատվիրակները շատ լավ գիտեին մի բան, որ Թուրքիան այդ ժամանակ եւ նրա դաշնակիցները բավական ծանր վիճակում էին առաջին աշխարհամարտում եւ որը պիտի պարտվեն։ Այսինքն պետք էր ժամանակ շահել եւ հույս ունենալ, որ պարտված Թուրքիան ճանաչելու է նախկին սահմանը ռուսական կայսրության հետ ունեցած եւ հետ քաշի զորքերը։ Այդպես էլ եղավ 18 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադատարով իրենք պարտված ճանաչվեցին պատերազմում եւ զորքերը հետ քաշեցին։ Բայց այդ զորքերի մինչեւ հետ քաշելը 19 թվականի մայիսի սկիզբ մինչեւ process-ը շարունակվեց։ Այլանդակ բաներ արեցին, էլ Կարսի մարզն էին փորձում իրենց տարածքում պահել հանրակրվեով։ Իրենց վերահսկողության տակ մնացած հայկական բնակարարում էլի ջարդարական, թալանչիական տարբեր բաներ, բայց մեծ մասը հայերի այդտեղից գնացել էր, ինչպես շատ տեղին նկատեցիք, այդ ցեղասպանական գիծը արևելյան Հայաստան էր տեղափոխվել, հետաբար թուրքական օկուպացիայի գոտիներում հայ բնակչություն գրեթե չէր մնացել։ Ստացվում է, որ մայիսյան հերոսամարտերի գլխավոր խորհուրդը նախ եւ առաջ այն է, որ այս տարածքում, որտեղ հիմա մենք նստած խոսում եւ հաղորդման շրջանակում քննարկում ենք անում, այդ հնարավորությունը ստացել ենք ֆիզիկապես լինելու, մնալու հենց մայիսյան հերոսամարտերի շնորհիվ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն էր։ Քննարկումները կշարունակվեն։ Ամենայն բարիք։